Բարյոսելի քուրեր եղբայրներ ջան, եկեք արդեն ամբողջացնենք Հռոմեացիս 9:1-5 համարները։ Ուրեմն մենք շեշտեցինք, որ այս հատվածի մեջ առաքյալն անդրադառնում է երկու կարևոր սկզբունքի եւ զուգահեռաբար երկուսն իրար հետ կարևոր միտք արտահայտում։ Ինքը անդրադառնում է ընդհանուր հрьяաների ողբերգական կարգավիճակին, Աստծո ընտրության օղակների մեջ եւ անդրադառնում է նրանց մեծ առավելություններին, նույնպես Աստծո ծրագրի օղակների մեջ։ Եվ ցույց է տալի, որ որքանով էլ մեծ լինի այդ օրհնությունները, այդ առավելությունները ի տարբեր մյուս ազգերի, առանց Քրիստոսի այդ առավելությունները զրո են։ Այսինքն, եւ ամենավերջի կարևորագույն առավելություն նույնիսկ ինքը հեգնանքով ներկայացնում ասում է նրանցից է նաեւ Քրիստոսը մարմնի կողմանը, իզրայելացիներից։ Սա ցույց է տալի, որ նույնիսկ իզրայելացի համարմնով, բայց Իսրայելը նրան չընդունեց։ Եվ հետագայում մենք տեսնելու ենք, որ սա կապված Աստծո ծրագրի հետ, որտեղ ժամանակի համար նրանք մերժեցին, որպեսզի դուր բացվի հեթանոսներին, ամեն դեպքում Աստված նախանձիագրում եւ հрьяաներին եւ հեթանոսներին փրկության առումով, բայց մենք պետք է սա հասկանանք Աստծո փրկության ծրագրի օղակներում։ Սա ամենակարևորն է։ Սերս տեսեք, ամեն դեպքում, երբ որ մենք խոսում ենք Աստծո ողորմության մասին, Աստծո ընտրության մասին, սուվերեն, անկախ ընտրության մասին, որ մարդու հատկություններից կախված չի ընտրությունը, ամեն դեպքում ինչի մասին որ խոսում ենք Աստծո գերիշխանության մասին, որ ամբողջ Աստվածաշունչը ուղղակի ճչում է այդ մասին, Աստծո գերիշխանության մասին, մենք պետք է այդ ամենը ճիշտ կընկալենք միայն այն ժամանակ, մենք պետք է ընկալենք դա միայն այն ժամանակ, այսինքն ուսումնասիրության արդյունքում, որ տեսնենք Աստծո ծրագրի մեջ, եթե մենք չենք տեսնում Աստծո փրկության ծրագիրը, մենք Աստծուն տալիս ենք, այսինքն այն հատկությունները, որոնք արտահայտված են Աստվածաշնչում, մենք մեր սկզբունքներով ենք այն ներկայացնում։ Միայն Աստծո փրկության ծրագրի մեջ է նրանք ճիշտ ներկայանում, այսինքն ճիշտ ենք հասկանում ինչ էր նշանակում ողորմություն, ինչ էր նշանակում օրենք, ինչ էր նշանակում Աստծո գերիշխանություն, ինչի համար է մարդը ստեղծվել Աստծո փառքի համար, իսկ ինչ է նշանակում Աստծո փառք, իսկ ինչ է նշանակում մարդը Աստծո փառքի համար ստեղծվել։ Միայն Աստվածաշնչյան սկզբունքներով տեսնելով Աստծո փրկության ծրագիրը, միայն այդ ժամանակ է, որ մենք կարողանում ենք ճիշտ հասկանանք, այսինքն չենք տալի էյզեգես չենք անում, մեր մարդկային տարը չենք դնում այդ հասկացողության մեջ, այլ ամբողջությամբ տեսնում ենք ինչ ասում Աստվածաշունչը։ Ուրեմն մեր հատվածի մեջ առաջինը մենք տեսանք Իսրայելի ողբերգական կարգավիճակը եւ նաեւ նրանց մեծ առավելությունները։ Եվ մեր նախորդ ձայնագրության մեջ անդրադարձանք նրա մեծ առավելություններից առաջնայինին եւ խոսեցինք, որոնք 4-ից 5 համարներում, որոնք իսրայելացի են։ Եվ մենք տեսանք, որ ամեն դեպքում ամեն մի առավելություն, երբ որ առաքյալը շեշտում է, այդ ամեն մեկ առավելություն, այդ բառի տակ կա պատմական մեծ բովանդակություն։ Նրանք իսրայելացի են։ Ինչ է հասկանում Պողոս առաքյալը, ասելով իսրայելացի են։ Ինչ ենք հասկանում մենք։ Մենք որ լսում ենք իսրայելացի, մենք ուղղակի տարբերություն ենք տեսնում ազգերի միջև, այսինքն նրանք իսրայելացի են, մենք հայ ենք, մյուսները վրացի են, մյուսները ռուսներ են, ամեն դեպքում մենք ազգային տարբերություն ենք տեսնում։ Պողոս առաքյալի սկզբունքի հասկացողության մեջ իսրայելացի սերտ կապված է Իսրայելի բովանդակության հետ, ինչպես Հակոբը դարձավ Իսրայել, ինչպես Աստված Հակոբին, Խաբեբային Իսրայել արեց։ Եվ հիմա այդ անունը, այդ կարևոր պատմական բովանդակ անունը դրված է այդ ժողովրդի վրա, եւ առաքյալը ցույց է տալի, որտեղ այս ժողովրդի համար ես ցավ եմ քաշում, սրտիս մեջ անդադար ցավ է, եւ մենք շեշտեցինք, որ սա ուղղակի ավետարանչության ավետարանը տարածելու Պողոսի կարևորագույն մղիչ ուժն է։ Ցավ քաշել կորածի համար, մանավանդ իր ազգի, որոնք իսրայելացի են։ Տեսեք, ինքը շեշտում է ցավ եւ անմիջապես առավելությունը, որոնք իսրայելացի են, ամենամոտիկն էին Աստծուն։ Աստված նրանց էր տալի հայտությունները, մարգարեները իսրայելացիներ էին։ Հիմա մենք խոսենք այդ ամեն ինչի մասին։ Տաճարներ նրանց մոտ։ Այսինքն տեսեք, այս ամեն ինչ առավելություններով ինքը ցույց է տալի առավել մեծացնում է նրանց ողբերգական վիճակը։ Տեսեք, մեծացնում է նրանց առավելությունները եւ որքան մեծ առավելությունը, այնքան մեծ է երևում նրանց մերժումը։ Այս սա է անում առաքյալը։ Այսինքն, տեսեք, սա ամենակարևորն է, որտեղ նրա բուն նպատակը տա ճշմարիտ ավետարան ներկայացնի Հիսուս Քրիստոսին միակ փրկության նախասահմանված միակ միջոց։ Ուրիշ որևէ մեկ միջոց չկա մարդը Աստծո հետ հարաբերվելու եւ երկնքում հայտնվելու հավիտենական կյանքի մեջ։ Չկա։ Եվ սա իրականությունն է, մեր այս կյանքը էֆորիան է, մեր այս կյանքը ֆիզիկական այս կյանքը ժամանակահատվածն է, որտեղ որոշվում է, որտեղ եմ ես լինելու։
Սա ամենակարևորն է։ Դա համար առակած գիրքը, ժողովող գիրքը, Հիսուս Քրիստոսը գանձեր մի դիզեք երկրի վրա, գանձեր դիզեք երկնքում, նրանք ուղում են մեր հայացքը։ Պողոսը Քրիստոսի հետ եթե խաչվել եք, վերինները մտածեք, մեր հայացքը պոկում են երկրի արժեքային համակարգի, ժամանակավոր ընթացքից պոկում են, ուղում են հավիտենականություն, որտեղ հավիտենականության համար ենք մենք հիմա այստեղ։ Այսինքն սա ամենակարևոր սկզբունքն է։ Դրա համար ինքը շեշտելով առավելությունները ցույց է տալի այդ առավելությունների ներքո նրանք զրկվում են երկնքից։ Ինչի, որտեղ մերժում են բուն իրական օրհնությունը, առավելությունը Հիսուս Քրիստոսին, որը նույնպես առաքյալը շեշտում է մարմնի կողմանե իսրայելացի է։ Տեսեք, մենք կանադառնանք այս ամեն ինչին, ուրեմն մենք խոսեցինք, որ ամեն մեկ առավելության տակ առաքյալը ի նկատի ունի մեծ բովանդակություն, պատմական մի ամբողջ բովանդակություն, եւ մեր նախորդ ձայնագրության մեջ մենք շեշտեցինք ինչպես Աստված Հակոբին, ով սկզբից պատերազմեց, կռվում էր մարդկանց հետ, առաջ տալով իր խորամանկությունը, խաբեությունը, որպեսզի օրհնություն ժառանգի, առավելություն ժառանգի ամենքի վրա, բայց ի վերջո հասկացավ, որ Աստծո ձեռքերի մեջ է այդ օրհնությունը, եւ միայն Աստծո արժեքային համակարգի հետ համահունչ լինելով այն կստանա, այսինքն այդ օրհնությունը Աստված օրհնեց նրան միայն այն ժամանակ, երբ որ նրա մարդկային կողմը թուլացավ, նրա զիստը վնասվեց, նա դառավ հավիտենական կամ ներողություն հավիտենական բառի համար դառավ միշտ ամբողջ իր ֆիզիկական կյանքում ինվալիդ։ Հավիտենականության մեջ ինվալիդներ չկան սերնես, նույնիսկ այս երկրում կույր ծնվածները, որոնք Քրիստոսի մեջ են, որոնք պիտի հարություն առնեն, նրանք հարություն են առնելու անապականացում մարմնով, որի մեջ չկա ոչ հիվանդություն, ոչ ինչ որ մի անեծքի տար, որտեղ երկինք անեծ չի մտնում, կուրությունը, այսինքն կաղությունը, ամեն մեկ հիվանդություն, իհարկե այն մեղքի հետևանքում է, բայց այստեղ պետք է զգուշ մնանք, չի նշանակում, որ ամեն մի հիվանդություն անձը մեղք կա գործել դրա համար է հիվանդացել, որտեղ մենք տեսնում ենք ի ծնե կույրը, որ ոչ նրա ծնողներն էին մեղավոր, այսինքն այդ կուրությունը այդ պատճառով չէր, ոչ էլ իր, այլ Աստծո փառքեման, որպեսզի Քրիստոսը գործի նրա վրա եւ այդ գործը երևա, թե ով է Քրիստոսը, որպես նշան, այդ կույրը ծնվել էր այդ նպատակի համար կույր։ Հիմա մենք սա ամենակարևորն է, որ մենք տեսնենք, դա պիտի շատ զգուշ մնանք, երբ որ ես ասում, այո, ընդհանրապես բոլոր հիվանդությունները մեղքից են, անեծքի հետևանքով են եկել աշխարհ, բայց չի նշանակում, որ մեր ամեն մի մեղքը, որ ես ամեն մի հիվանդությունը իմ մեղքի պատճառով է, որ իմ կյանքը գալիս։ Պետք է մենք սա հասկանանք, որտեղ կա հիվանդություն, որ Աստծո փառքի համար է։ Հիմա, օրինակ Պողոս առաքյալին հիվանդություն թողեց Աստված, որպեսզի չհպարտանա շատ հայտնությունների համար։ Իսկ այսօր շատերը հայտնություն են տեսնում երևակայի ամեն օր, բայց կարծես թե այդպես ծակոս չունեն Աստծուց ոնց որ։ Տեսեք, ամեն դեպքում մենք պետք է շատ զգուշ լինենք։ Ուրեմն ենք անդրադառնանք արդեն մյուս հատվածին, այսինքն 4-5-ի մեջ մենք տեսնում ենք մեծ Իսրայելի մեծ առավելություն, հատուկ եմ շեշտում այս բառը մեծ։ Եկեք անդրադառնանք։ Որոնք իսրայելացի են, եկեք ընդհանրապես կարդանք առաջի համարից, որպեսզի ծանոթ լինի ամեն ով որ կմիանա մեզ նորից, սկզբից իմանա ինչ հատվածի մասին ասում։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում, իմ խշմտանքն էլ վկայում է ինձ սուրբ հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի ես ինքս նզոված լինել Քրիստոսիցը իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների հանդեպ։ Արդեն այս բառերի մեջ առաքյալը շեշտում է, որ նրանք նզովքի տակ են, անեծքի տակ են։ Ասում է ես կուզենայի այդ անեծքի ին վրա գալ, բայց նրանք ազատվեին այդ անեծքից։ Որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը եւ փառքը, եւ ուխտերը, եւ օրինադրությունը կամ օրենքը, եւ պաշտոնները, եւ խոստումները, որոնց են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, որը ամենի վրա Աստված օրհնյալ հավիտյանս ամեն։ Եկեք անդրադառնանք արդեն երկրորդ մեծ առավելություն։ Առաջի առավելությունը մենք տեսնանք առաքյալը շեշտում է, որոնք իսրայելացի են։ Որոնք իսրայելացի են, ես ինչպես անցյալ ձայնագրության մեջ ասեցի, այս մեծ բովանդակությունը վերագրված այդ ժողովրդին, որոնք մերժում են Քրիստոսին, ինչպես այսօր շատերը, երբ որ խոսում ես, անդրադառնում են, որ ես ուղղափառ եմ, ես առաքելական եմ, շատերն էլ ես ավետարանչական եմ, այսինքն այդ բառի ներքո այդ բովանդակությունը հասկանալով գոնե եւ շատերն առանց հասկանալու ուղղակի առաքելական բառի առավելությունը, որ առաքելական բառը այսօր տարանջատել են աղանդ հասկացողությունից։ Երբ որ ինչ-որ մեկին ավետարան ես ուզում տաս, անմիջապես քեզ հարցնում, ասում է ներողություն, դուք որ եկեղեցուց եք։ Հիմա եթե ասես առաքելականից քեզ կլսի եւ միգուցե քո հետ էլ համաձայնվի, ասի այո, ճիշտ ես ասում։ Բայց հենց որ ասում ես, ասենք ավետարանական կամ մկրտական եկեղեցուց եմ, անմիջապես հա աղանդեք, այսինքն տեսեք խնդիրը ինչի մեջ է։
Ինքը առանց հասկանալու առաքելական վարդապետությունը, հավատամքը, առաքելական եկեղեցին ինչին է հավատում, արդեն ունի բար ծածկոց իր վրա, որ ինքը առաքելական է եւ մերժում է ճշմարիտ ավետարան միգուցե։ Այսինքն տեսեք, եւ այդպես մերժելով ամբողջ կյանքում կանգնելու է Աստծո առաջ։ Եվ ինչ ասելու Քրիստոսին։ Բա ես առաքելական եի, Քրիստոսն էլ ասել է դու ի՞նչ կապ ունես առաքյալների վարդապետության հետ։ Ընդհանրապես, դու գոնե հասկանում ես ինչ է առաքելական վարդապետություն։ Առաքելական վարդապետությունը առաքելական եկեղեցու հետ չի կապված։ Առաքյալների հետ է կապված, որոնք կապված էին Քրիստոսի անձի հետ, որոնք Քրիստոսի վարդապետությունն էին բերում աշխարհ։ Այսինքն տեսեք, այս ամենը շատ կարևոր է որ մենք հասկանանք, այսինքն սա ծածկոց է շատերի համար, ուղղափառ եմ, ընդհանրական կաթոլիկ եկեղեցուց եմ, քանի որ այս եկեղեցիները հալածանք չունեն, բոլորը այս եկեղեցիները կոչվում է պետական կրոնի, այսինքն մայրաթոր հասկացողությունով, մնացածը սաղ աղանդներ են։ Այսինքն մենք, որպեսզի հասկանանք ով է աղանդ, ով է աղանդ, առանց աստվածաշնչյան ուսումնասիրության, առանց ողջամիտ վարդապետությունը ճանաչելու, որևէ մեկ իրավունք չունի դիմացինի խոսքերին ասի աղանդ ես։ Սա է ճշմարտությունը։ Իսկ եթե դու չես կարդացել Աստվածաշունչ, եթե դու չես տեսել այդ անձը ինչից է խոսում, ինչ ասում, Աստվածաշունչը դա ասում է թե ոչ, դու անմիջապես նրան ասում ես աղանդ։ Այսինքն սա խնդիրն է։ Եվ այս խնդիրը գալիս այդ ծածկոցից, ինչպես իսրայելացիները իրանց վրա կոչված այդ անունը բովանդակը չէին համընկնում այդ անվան, մերժում էին բուն Քրիստոսին, նույնպես այսօր իրական ողջամիտ ուղղափառ վարդապետությունը մերժողները ասում են մենք ուղղափառ ենք։ Իրական առաքյալների վարդապետությունը մերժողները ասում են մենք առաքելական ենք։ Տեսնում եք, սա է խնդիրը։ Հիմա եկեք անդրադառնանք երկրորդին։ Սա կարևոր խնդիր է, որին պետք է ամեն մեկը անդրադառնա։ Կամ մենք ուղղակի օգտագործում ենք հավատքը որպես ֆետիշ, ինչպես աչքի հուլունք։ Այսինքն առաքելական եմ, հավատում եմ, գնում եմ եկեղեցի, սա ֆետիշ է։ Եկեղեցի գնալը որևէ մեկին չի փրկում, եկեղեցու անուն տալը որևէ մեկին չի փրկում։ Միայն Հիսուս Քրիստոսի կենթանի Աստծո հետ ով հարություն արև հոր աջ կողմում նստած է եւ պիտի գա դատելու մեռելներին եւ կենթանիներին, միայն այդ անձի հետ, կենթանի Քրիստոսի հետ, ով հիմա մեր աշխարհում չի ֆիզիկական, բայց մեր աշխարհում էր եւ հարություն առավ, եկավ գործը կատարեց փրկության եւ հիմա հոր աջ կողմում նստած է։ Եվ ամեն ով որ նրան կընդունի որպես Տեր եւ Փրկիչ իրական սրտի հավատքով, Քրիստոսը նրա բարեխոսն ու դատապաշտպանն է։ Այդ դատաստանի օրում եւ այդ անձը դատաստան էլ չի մտնելու, այլ միայն Քրիստոսի ածյանի առաջ պիտի վարձ կստանա իր մարմնով արածի համար, ավետարանի համար, ապրած կյանքի համար։ Իսկ մնացածը պիտի կանգնեն սպիտակ աթոռի առաջ, դատաստանի առաջ եւ ամեն մեկը պիտի դատվի իր գործերի համաձայն։ Որևէ մի գործ չի լինելու, որ կարողանա քեզ արդարացնի։ Դրա համար, երբ որ Աստվածաշունչը խոսում է գործերի համաձայն, գրքեր բացվեցին եւ դա գործերի գրքերն են եւ մի գիրք, կյանքի գիրք, նա չի գտնվելու կյանքի գրքում, այլ դատվելու է գործերի գրքերով։ Աստված ասելու է, տես քո կյանքը ամբողջությամբ։ Տեսնում եք, եւ կյանքի գրքում չկա, ինչի է բացում կյանքի գիրքը, որpիսի Աստված ցույց տա նաեւ տես, այս գործերի մեջ քո բոլոր արարքները կան, բայց այս կյանքի գրքի մեջ քո անունը չկա։ Այսինքն, սա ամենակարևոր սկզբունքն է, որ մենք հասկանանք։ Հիշեք, սա կարևորագույն է։ Դա համար մեր հատվածի մեջ առաքյալի ցավը այ հենց գալիս է դրանից, որ ամեն իսրայելացի, ով իսրայելացի է, գտնվում այդ անեծքի տակ։ Առաքյալն ասում է, իմ սրտի համար սա մեծ ցավ է, եւ ասում է, այսինքն առաքյալի ավետարան տարածելը, ճշմարիտ փրկության միջոցը տարածելը, սրանից է գալի, որ ինքն ասում է, ես չարչարվում եմ, նույնիսկ տեսեք, չարչարվում եմ, նույնիսկ ես հավաձայն եմ անեծքը իմ վրա վերցնեմ, բանտարկվում եմ ավետարանի համար, որ գոնե իցե ասում է, այդ ընտրվածներից գոնե մեկին փրկվի, մեկը լսի ավետարանը եւ փրկվի։ Սա երկրորդ Տիմոթեոս երկրորդ գլուխ Առաքյալն ասում։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին նորից։ Տեսեք, մենք այդ հատվածը արդեն էքսպոզիցիային կարող մոտավորապես 3 ձայնագրություն ունենք։ Հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելների միջից հարություն առածին Տիմոթեոսին ասում, որ Դավթի սերունդիցն է իմ ավետարանի համեմատ, որի համար չարչարվում է մինչև կապանքի մեջ լինել չարագործի պես, բայց Աստծո խոսքը կապված չէ։ Որքանով էլ ինձ կապում են, դնում են բանտ, բայց իմ միջոցով խոսքը տարածվում է, վասն նրա ամեն բանի համբերում եմ ինչի ընտրվածների համար,
որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Քրիստոս Հիսուսն է հավիտենական փառքի հետ։ Այսինքն առաքյալի չարչարանքը կապված է այդ չփրկվածների, որոնք պիտի ընտրվեն, որոնք ընտրված են, պիտի փրկություն ժառանգեն, ավետարանն է նրանց պետք, ասում ամեն ինչի համբերում է միայն ավետարանը տամ, եւ նրանք, որոնք արդեն իսկ նախասահմանված են, ավետարանի լուրը նրանց բերելու է փրկության։ Այսինքն ավետարանը երկու կատեգորիա ունի, որոնց համար, ոմանց համար ավետարանի լուրը մահվան հոտը լսելու են եւ մերժելու են դատաստանի համար եւ ոմանց համար ավետարանի լուրը կյանքի հոտը։ Դա առաքյալ Հռոմեացիս թղթում արդեն 9-րդ գլխում կարդանք, ինձ ասում է ընտրվածների համար կամ առաջի գլխում է այդ մասը ասում է, բայց այս Քրիստոսի լուրը ընտրվածների համար Աստծո զորությունն է, ոմանց համար գայթակղություն, ոմանց համար հիմարություն, բայց ընտրված ժողովրդի համար դա Աստծո զորությունն է եւ իմաստությունն։ Ամեն դեպքում եկեք անդրադառնանք մեր նյութի հետագա մեծ առավելություններին արդեն Իսրայելի։ Առաջինը այն նրանք իսրայելացի են եւ մենք տեսանք, որ դա ուղղակի ստախոս Հակոբը ինչպես Աստված նրան Իսրայել սարքեց մարտնչող Աստծո հետ եւ մարդկանց հետ եւ տեսնում եք, որ օրհնությունը արդեն ժառանգեց Աստծո հետ արդեն հաշտությունով։ Հիմա ամեն դեպքում իսրայելացի են, այդ առավելությունը ունեն, բայց գտնվում են անեծքի տակ։ Երկրորդ առավելությունը առաքյալը շեշտում է, որոնցից առաքյալը շեշտում է չորրորդ համար, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը։ Երկրորդ առավելությունը որդեգրությունը։ Այս որդեգրություն հասկացողությունը չի նշանակում ամեն մի անձ Իսրայելի ժառանգ է հանդիսանում։ Դա համար առաքյալ հետագա համարում արդեն մենք երբ որ գնանք 6-ից, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին ընկած է, հետևից ասում է եւ ոչ թե նրանք, որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիկ են, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, մենք խոսենք ավելի խոր այն ընտրության եւ շնորհքի մնացորդի մասին է, բայց իսրայելացիների հասկացողությունը, որ նրանցն է որդեգրությունը, առաքյալը շեշտում է, որ նրանց 5 կտակարանում Աստված ամբողջ ժողովրդին, սա խումբն է այդ ժողովրդի Իսրայելցու Հակոբի 12 ցեղերի, նրանք կոչված են Աստծո որդիներ, որովհետեւ մի ազգի 5 կտակարանում Աստված չասեց սա ին որդին է, որ ազգի ուշադիր եղեք, ես բառը շեշտում, չի ասում անձին, ազգին Աստված կոչում է ին որդի, ինչպես կարանք մենք տեսնենք սա Ելից 4:22-23-ում, տեսեք, եւ մի քանի հատվածներ մարգարեներն են այս մասին խոսում, ով Իսրայել իմ որդին ես, իմ անդրանիկը։ Տեսեք, Ելից 4 որ Մովսեսի միջոցով Աստված ուզում է իր ժողովուրդը Իսրայելի հանի Եգիպտոսից եւ ասիր փարավոնին, Ելից 4:22-23 եւ ասիր փարավոնին, Եհովան այսպես է ասում. Իսրայելն իմ որդին, իմ անդրանիկն է։ Իսրայել իմ որդին եւ իմ անդրանիկն է։ Եվ քեզ ասում եմ, թող տուր իմ որդին, որ ինձ պաշտե։ Բայց եթե նրան թող տալ չուզես, ես քո որդին, քո անդրանիկը կսպանեմ։ Տեսեք հակաթեզիսը։ Ամբողջ Իսրայել ժողովրդին 12 ցեղերին Հակոբի, որոնք Աստծո ծրագրի համաձայն նախասահմանությունով գտնվում են 430 տարի գերության մեջ Եգիպտոսում, որով Աստված այդ ժողովրդին պահեց սովից, հիշում եք, Հովսեփի միջոցով, հետագայում հանեց, ամբողջ Քանանը նրանց տվեց, որոշ առումով նրանք թերացան, ամբողջ ժողովուրդները ժառանգելու այն ազգերին, որ պիտի ժառանգեին, եւ չժառանգելով այդ ազգերն նրանց գլխին պատուհաս դարձան, այսինքն դատավորած գիրքը այդ մասին է խոսում, փոխանակ Իսրայելը Քանանը իսրայելացիներ աներ, Իսրայելը քանանացավ։ Դա համար դատավորած գրքի աստվածաբանական թեման Իսրայելի քանանացումն է։ Փոխանակ Իսրայելը Քանանի երկիրը սարքեր իսրայելացի կամ Աստծո ժողովուրդ, ինքը դառավ քանանացի հեթանոս։ Այսինքն ընկավ այդ աստիճանի։ Նրանց վարքը ժառանգեց։ Հիմա տեսեք, հետագայում մենք նայում ենք, որ Աստված ասում է, ես ձեզ տալիս եմ այս օրենքները, որ բոլոր ազգերի մեջ դուք տարբերվեք, տեսնեն, որ դուք իմաստուն ազգ եք։ Եվ այդ մասին ինքը այստեղ շեշտում է, նրանցն է օրենքը, օրենսդրությունը, նրանց է տրվել միայն այդ օրենքը։ Հիմա տեսեք, մենք խոսում ենք անդրանիկ կամ որդի լինելու մասին, որտեղ առաքյալը շեշտում է, նրանք են ասում է, նաև որոնցն է որդեգրությունը։ Տեսեք, այսինքն ինչ հակաթեզիս անում առաքյալն։ Առաքյալը ասում է, նրանցն է որդեգրությունը, նրանց ուշադիր նայեք հոգնակի բառը, նրանցն է որդեգրությունը, այսինքն նրանք որդիներ են կոչված, բայց նրանք են, որ անձնապես որդի չեն։ Սա շատ կարևոր ինքը ժողովրդի վրա կոչված է որդեգրությունը, այսինքն ժողովուրդը կոչվում է Աստծո որդի, բայց իրականում նրանք Աստծո որդուն մերժողները դարձան։
Այսինքն նրանք անձնապես, այսինքն առաքյալը չի խոսում որ ամեն մի իզրայելացի Քրիստոսին ընդունել եւ Աստծո որդի է։ Այս մասին չի։ Ինքը շեշտում է որ 5 կտակարանում, այսինքն երբ որ Աստված Հակոբի, Իսահակի եւ Աբրահամի հետ այդ ուխտը արեց, նրանց որդի է կոչում ուխտի շրջանակներում որևէ մի ազգի Աստված չասեց սա իմ որդին է։ Կլինի հայ, կլինի վրացի, կլինի թուրք, որևէ մի ժողովրդի, դե չեմ ուզում այն հին ժողովուրդների անունները շեշտել, մովաբացի, ամորհացի, տեսեք, որևէ մեկին Աստված չասեց քանանացի, որևէ մեկին չասեց սա իմ ժողովուրդը, միայն Իսրայելին։ Եվ սա ասում է Եգիպտոսին այդ շրջանում, այդ դարաշրջանում ամենատարածված կամ կարելի ասել զարգացած աշխարհը Եգիպտոսը, եւ Աստված Եգիպտոսի փարավոնին ասում է նա իմ որդին է, այսինքն իմ սեփականությունն է։ Դրա համար առաքյալը շեշտում է սա որպես մեծ առավելություն, որովհետեւ մեկ ազգի հանդեպ Աստված դա այդպես չի վարվել, ինչ որ վարվել է, ինչպես որ վարվել է իզրայելացիների հետ։ Եւ այս առավելությունով հանդերձ տեսնում ենք, որ Իսրայելը մերժեց Քրիստոսին։ Մյուսը նրանցն է, նաեւ մենք երբ որ ընթերցում ենք որդեգրությունը եւ փառքը։ Եկեք անդրադառնանք փառքին։ Որովհետեւ մեկ ժողովրդի մեջ, եկեք մենք ընդհանրապես հիշենք պատմական որովհետեւ մեկ ժողովրդի մեջ տեսանելի կերպով դուք տեսել եք որ Աստծո փառքը բնակվի։ Տեսեք, անապատում Աստծո փառքը նրանց հետ գնում էր գիշերը կրակիսյունով, ցերեկ ամպիսյունով, եւ երբ որ ժողովուրդը բանակ էր, երբ որ խորանը պատրաստվեց, խորանի վրա ամպիսյունով բնակվում էր Աստծո շեքինա փառքը, տեսանելի կերպով շեքինա փառքը, ամպիսյունով, այն գալի եւ ծխով լցնում էր ամբողջ այդ խորանը։ Սա շեքինա փառքն է եւ այս կերպով, տեսանելի կերպով, ինչ որ առումով թեոֆանիա, այսինքն բայց ոչ թե մարդկային, այլ ինչ որ մի տեսանելի երևույթով Աստված ցույց է տալի իր իրական ներկայությունը այդ ժողովրդի բանակում։ Այսինքն շեքինա փառքը միշտ ցույց է տալի որ այդ ժողովրդի մոտ ի տարբերություն մյուս ազգերի բնակվում Աստված ներկայ է նրանց մեջ։ Սա փառքն է, սիրելիներս։ Տապանակի վրա փայլով ամեն դեպքում եւ որևէ մեկը չէր կարող այդ տապանակի մեջ նայել տեղն ու տեղը կմնար, որտեղ դա Աստծո ներկայությունն էր։ Այսինքն ամեն մեկ դամանը նրանցն է փառքը, որևէ մեկի չի եղել դա, որևէ մեկին Աստված իր փառքով չի բնակվել այդ ժողովրդի մեջը։ Սա ամենակարևորն է։ Այս ամեն առավելությունների հետ մեկտեղ, այսինքն դուք տեսնում եք ինչ առավելություններ են գտնվում։ Նրանցն է, որոնք իսրայելացի են, այսինքն Հակոբի հետ են կապված, նրա սերունդն է ֆիզիկական, որոնցն է որդեգրությունը, նրանք Աստծո որդիներ են կոչված, որոնցն է փառքը, Աստծո ներկայությունը փառքով նրանց մեջ էր բնակված։ Այս ամեն առավելությունը ներկայացնում առաքյալը։ Ամեն դեպքում ինչ ենք մենք տեսնում որ այս փառքը ունենալով, այս փառքին ներկա լինելով, այս փառքը նրանց մեջ լինելով, ի վերջո նրանք մերժում են իրական Աստծո փառքը։ Իրական Աստծո փառքը Հիսուս Քրիստոսն է։ Իշմեք առաքյալն ինչ ասում։ Եվ մենք տեսանք նրան ինչպես հոր փառքով, այսինքն նա Աստծո փառքի լույսն է։ Շողը, այդ փառքը շողը որտեղ նա է, Քրիստոսն է։ Այսինքն Քրիստոսին տեսնելով եք տեսնում ով Աստված։ Աստծո փառք նշանակում է այն փայլը, որ դուք անցյալ անգամ սա ասեցի։ Տեսեք, երբ որ դուք տեսնում եք ադամանդի քար, ինչով եք իմանում, որ այն ադամանդ է, փայլ է տալ։ Այդ փայլը ցույց է տալի, որ այդ քարը ադամանդ է։ Հիսուս Քրիստոս այդ փայլն է, որ ցույց է տալի ով է Աստված։ Նրան տեսնողը հորն է տեսնում, որտեղ Քրիստոսը հոր փայլն է, փառքն է։ Այս սա կարևոր է, որ մենք ընկալենք։ Ուրեմն, այս առումով Շեքինա փառքը, եթե բնակվում էր Իսրայելում, հիշեք, որ նույն Շեքինա փառքը Քրիստոսի տեսքով կամ Քրիստոսի անձի մեջ հայտնվեց նույն Իսրայելում, բայց ինչ արեց Իսրայելը այդ փառքը խաչեց եւ սպանեց։ Դա համար ինչպես տեսնում ենք Եզեկիա մարգարեության մեջ բարձրանում Աստծո փառքը եւ տաճարից հեռանում Ձիթենյաց լեռով այդ դռնով եւ Ձիթենյաց լեռով, նույնպես Քրիստոսը հեռացավ։ Նույնպես Քրիստոսը համբարձվեց նույն կերպով, եթե դուք կնայեք Ձիթենյաց լեռից եւ մտավ Երուսաղեմ որտեղից Ձիթենյաց լեռով եւ ինչպես այս ամենը շատ կարեւոր է որ մենք հասկանանք։ Ուրեմն Քրիստոսը Աստծո փառքն է, որը մերժում են, բայց առաքյալն ասում է նրանցն է փառքը։ Այսինքն այդ փառքին իրանք այն փառքը, որը տեսանելի ձևով Աստվածին կտակարում էր, նրանց մեջ էր, ուրիշ տեղ չկար։ Մեկ այլ առավելություն ունենք, որոնք իսրայելացի են, որոնց տեղ որդեգրությունը եւ փառքը եւ ուխտերը, որևէ մեկ ժողովրդի հետ Աստված ուխտ արեց։ Մենք տեսնում ենք Աբրահամի ուխտը, տեսնում ենք Մովսեսի միջոցով 5 տակահին ուխտը տեսնում ենք Քրիստոսի միջոցով նոր ուխտը եւ իմիջիայլոց պետք է մենք հասկանանք, որ այդ նոր ուխտի մասին, որ մենք խոսում ենք, որի մեջ են փրկվածները,
Դա նույնպես Իսրայելի համար արված։ Հիշում եք, Հիսուս ասաց, ես չեմ եկել այլ մեկի, այլ միայն Իսրայելի կորած ոչխարներին։ Այսինքն նոր ուխտը արված է Իսրայելի համար, Աստծո ժողովրդի, բայց հեթանոսները դրանից օգտվեցին։ Իսրայելի համար այդ ուխտը արդեն ռոտացիան եղել է, այն կատարվել է, բայց ինագուրացիան չի եղել։ Իսրայելը չի մտել նրա մեջ։ Կգա շրջան, որ Իսրայելը կմտնի մեծ նեղության ընթացքում, կմտնի։ Հիմա մենք օգտվել ենք, մեզ համար այն ինագուրացիան եղել է, այսինքն մեզ համար ռոտացիան, այսինքն ուխտը կատարվել է, եւ այդ ուխտի մեջ մենք մտել ենք որոշ հեթանոսներ, որ եկեղեցին է։ Բայց Իսրայելը դուրս է մնացել այն ուխտից, որ իր համար պիտի արվեր։ Բայց ինքը կմտնի այդ ուխտի մեջ։ Դա համար Հիսուսը Մատթեոս 23-րդ գլխի վերջում ասում է Երանի այն օրը դուք ինձ չեք տեսնի մինչև չասեք Երանի Տիրոջ անունով եկողին։ Եվ ամբողջ 24-րդ գլուխը խոսում է ինչպիսի օրեր կլինեն։ Բունից տաճարը կպղծի հակա-Քրիստոսը եւ այդ ժամանակ ասում է փախեք, որտեղ ձեզ պիտի սպանի, բայց այդ ժամանակը, որ Իսրայելի ժողովուրդը պիտի փրկությունը ժառանգի, այն մնացորդը շնորհքի։ Սա կարևոր է։ Ուրեմն տեսեք, մենք խոսացինք նաեւ փառքի մասին, շատ կարևոր մենք հասկանանք, խոսացինք նաև ուխտերի մասին։ Ուխտը ամենակարևոր սկզբունքն է, որտեղ ուխտը հասկացողությունը մարդ եւ Աստված հարաբերությունն է։ Այսինքն, երբ որ ուշադիր նայեք, առաքյալն ասում է նրանց է ուխտերը, այսինքն ինչ ուխտ որ Աստված արել է, որևէ մեկի հետ հարաբերության մեջ մտնելու Իսրայելի հետ արել։ Որևէ մեկ հեթանոս ազգի հետ Աստված չի ասել ես ձեր հետ ուխտ եմ անում։ Սա մեծ առավելություն է ներկայացնում նաև առաքյալը։ Տեսեք, կարևոր է նրանց են ուխտերը, Աբրահամի ուխտը նրանց հետ է, Մովսեսի ուխտը, Դավիթի ուխտը, քահանայական ուխտերը, այս բոլորը ուխտերը ուղղակի Իսրայելի հետ արված։ Ինչպես նոր ուխտը նաև ասացի, դեպի Երեմիա 31-31-ը տեսնենք ում հետ այդ ուխտը անում Աստված։ Տեսեք, ահա օրեր են գալիս, Երեմիա 31, ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Սա նոր ուխտն է։ Ոչ թե այն ուխտի պես, որ ես ալ իրանց հայրերի հետ, սա մովսիսական հին ուխտ, այն օրը, որ ես բռնեցի նրանց ձեռքից Եգիպտոս երկրից նրանց հանելու համար, որ իմ այն ուխտը նրանք զանց արին, թեպետ ես նրանց հետ ամուսնական պես կապվել է, ասում է Տերը։ Իսրայելի եւ Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի անեմ, այսինքն ուխտերը նույնպես նրանց է կոչված, այսինքն նույնպես այդ նոր կտակարանը, նոր ուխտը Քրիստոսով նրանց հետ է արված։ Տեսեք, առամեծ առավելություններ։ Սա 7 օրդություններն է իմիջիալոց, որոնցով Իսրայելը պարծենում է, բայց պարծանքի խնդիրը նա է, որ իրական կարևոր սկզբունքը, որով ինքը պիտի պարծենար, դա Քրիստոսին ընդունելն է։ Այդ նոր ուխտը առանց Քրիստոսի ոչինչ է, ասես։ Նոր ուխտի կիզակի ընդունում Քրիստոսի անձն է։ Աստված նոր ուխտ հասկացողությունով տալիս է, որ Քրիստոսը կվերցնի ձեր մեղքերը եւ Քրիստոսով փրկություն կլինի, Քրիստոսով հաշտություն կլինի ինձ հետ, որովհետեւ ամեն մի ուխտ Աստծո հետ հարաբերությունը հաշտեցման։ Օրինակ Մովսեսի ուխտով ասված, եթե օրենքը կպահեք, ես էլ ձեզ կորտեմ, բայց ով կարող օրենքը պահի։ Մարմին չկա, որ կարողանա օրենքը պահի, որովհետեւ օրենքը ցույց է, որ դուք մեղավոր եք եւ որպես դայակ բերում է մեզ Քրիստոսի մոտ, նոր ուխտի մոտ, որը մերժեց Իսրայելը, փորձեց օրենքի գործերով արդանա, կեղծ հասկացողը, որ ինքը օրենք է պահում։ Եվ սա փարիսեցի եւ դպիրների արդարությունը, դա համար Հիսուսը Մատթեոս 5-ում ասում է, եթե ձեր արդարությունը փարիսեցիների եւ դպիրների արդարությունից չավելանա, երկնքի արքայությունը չեք տեսնի, չեք մտնի։ Ինչի՞, որտեղ միայն Քրիստոսով է այն արդարությունը, որ մեր վրա դրված է, մեզ երկինք մտցնում, որտեղ մենք չենք կարող օրենքի գործերը պայելով այդպիսի արդարություն ձեռք բերենք։ Դա համար ասում, եթե ձեր արդարությունը նրանցից չավելանա, ինչի՞ նրանք ուզում էին օրենքի գործերով անձնապես ձեռքբերումներ ունենային Աստծո առաջ, չեն կարող եւ մնացին մերժված։ Հիմա մենք տեսնում ենք, որ ուխտերը նաեւ մյուսը առաքյալն անդրադառնում է նաեւ օրենսդրությանը, նրանց է օրենսդրությունը, այսինքն օրենք եկեք ընթերցենք, որոնք իսրայելացի են, որոնց է որդեգրությունը եւ փառքը եւ ուխտերը եւ օրինադրությունը կամ օրենքը, որևէ մեկ ժողովրդի Աստված տվեց այդ բարոյական արժեքային համակարգ օրենք։ Տեսեք, որքանով էլ որ նրանք Քրիստոսին մերժել են, այդ օրենքը իր մեջ ունի սկզբունք, որ անձին բարոյական ժառանգություն է տալի։ Մերժել հասկացողությունը այլ է, բայց օրենքը ձևավորում է մարդու իմաստությունը, մարդու տեսանկյունը, դրա համար Իսրայելի մեջ այդ միությունը։ Այսօր մենք տեսնում ենք, չէ՞ որ իսրայելացիները խելոք են։ Իսրայելացիներից են մեծ մասամբ գիտական, մնացած, այսինքն զինվորական, ամեն դեպքում տեսնում ենք այդ փոքր Իսրայելը, որը գոյատևում է, այդ իմաստությունով է, այդ իմաստությունը որտեղից է գալի, գիտեք։
Այդ իմաստությունը առաջինը գալիս է Աստծո ընտրությունից եւ այդ ընտրության ուղղակիորեն այն օրենքը, որ Աստված տվել է Իսրայելին, այդ օրենքը, որ ամեն մի փոքրիկ իսրայելցի մեծանում է այդ օրենքի շրջանակում, այդ օրենքը ներգործում է իմաստության, կյանքի տեսանկյունի առումով։ Ես չեմ ասում փրկություն է տալի, ճիշտ հասկացեք, բայց իմաստուն անում այդ ժողովրդի մյուս ժողովուրդներից։ Նրանց է օրենքը, այսինքն որևէ մեկը Աստծուց օրենք ստացել էր, եկեք հիշենք մեր հեթանոս ժողովրդի օրենքի մասին, եթե ես ասեմ կվախենաք։ Երեխաներ էին զոհաբերում։ Շատ օրենքներ կար, որ եթե ես ասեմ տարբերություն դնեք Աստծո, կտեսնեք ինչեր էր կատարվում։ Հիմա տեսեք, նրանց օրենքը եւ երկրորդ օրինաց 4:8 տեսեք ինչ է ասում Աստված։ Տեսեք, ընդհանրապես տեսեք ինչ ասում, որտեղ որն է այն մեծ ազգը, որ իր աստվածները իր մոտ լինեն, ինչպես մեր Եհովա Աստվածը ամեն բանում, որ նրանցից խնդրում ենք, եւ որն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենա իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրենքի նման։ Չկա այդպիսի ազգ, Աստված ասում, երկրորդ օրինաց 4, ես կարդացի 7-ից։ Նորից, որտեղ որն է այն մեծ ազգը, տեսեք, մեծ ազգ, ինքը Իսրայելին ասում, առավելություն է տալի, որն է այն մեծ ազգը, եւ ասում է որն է այն մեծ ազգը, որ իր աստվածները իր մոտ լինեն, ինչպես մեր Եհովա Աստվածը ներկա լինի։ Չկա այդպիսի ազգ։ Մյուսը որ խնդրում են, եւ որն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենա իմ այսօր ձեր առաջին դրված այս բոլոր օրենքի նման։ Տեսեք, եւ հետագայում ասում է, եւ այս ամենը ով որ կտեսնի, այս ամեն օրենքները ձեր մեջ տեսնողը կասի, որ ով է սրա նման մեծ ազգ, այսինքն այս օրենքները ձեզ տարբերություն կտան մյուս ազգերից, որտեղ որևէ մի ժողովրդի այդպիսի բարոյական արժեքային համակարգ օրենքներ չի տրվել։ Դա համար իսրայելացիները նաեւ սա դա Առաքյալը ներկայացնում է նաև նրանցն է օրենքը, նրանց է տրվել այդ օրենքը։ Տեսեք, շատ կարևոր է սա։ Ուրեմն կարևոր է մենք հասկանանք, այս օրենքը կարա բարոյական առումով տարբերություն տա մեր մյուս մարդկանցից։ Իսկ ով որ Աստծո օրենքը գիտի, մյուս մարդիկ կարող տեսնեն տարբերությունը, որ ինչ բարոյական արժեքների մասին է խոսում, բայց երբեք այս օրենքը չի տա մարդուն կարողություն այդ օրենքները կատարելու։ Դա միայն Քրիստոսի շնորհքն է։ Այս օրենքը միայն կարա հանդիսանա դայակ մեզ իրական փրկության միջոցի մոտ, Քրիստոսի մոտ բերելու։ Դա խոսում է Գաղատացիս 3:24-ը, կարաք նայեք։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այս օրենսդրությունը նաև նրանց տեր իսրայելցին եւ առաքյալը շեշտում այն որպես մեծ առավելություն։ Պաշտոնը նաև նրանցն է, եկեք անդրադառնանք։ Որոնք իսրայելացի են, որոնց է որդեգրությունը, եւ փառքը, եւ ուխտերը, եւ օրենսդրությունը, եւ պաշտոնը, ինչ պաշտոնի մասին է խոսքը։ Պաշտոնը դա քահանայական պաշտոնն էր, որ որևէ մի ազգ չուներ քահանայություն, քահանայապետ, որ տարին մեկ անգամ մտնում էր սրբության սրբոց, Աստծո ներկայություն եւ ամբողջ ժողովրդի համար քավություն էր անում զով։ Հիմա տեսեք, մեր աստվածապաշտությունը, մեր պաշտոնները հեթանոսների քուրմերն էին, գուշակներն էին։ Տեսնում եք, այսինքն իսկ Իսրայելի մոտ քահանայություն կար։ Քահանա նշանակում է Աստծո, իրական Աստծո եւ արդ մարդկանց միջև միջնորդ։ Նրանց էր պաշտոնը, նրանցից էր քահանա, որևէ մի մարգարե, տեսել եք որ հայ լինի։ Տեսել եք որ որևէ մի մարգարե լիներ վրացի։ Այսինքն 5 տականում մարգարեները նույնիսկ ամբողջ բոլոր մարգարեական խումբը, սկսած փոքր մարգարեից մինչև մեծ իսրայելացիներ են։ Այսինքն Աստված հայտվում այդ ժողովրդին, այդ ժողովրդից էր ընտրում մարգարե, որի միջոցով գործում էր։ Նույնիսկ այսինքն պաշտոն հասկացողությունը ասում է նրանցն է պաշտոնները։ Հեթանոսների մոտ Աստված չուներ այդ պաշտոնները։ Անդրադարձեք, սկսած տաճարից որևէ մի ժողովրդի մոտ Աստված իր տաճարը շինեց, որի մեջ ինքը կբնակվի։ Ոչ, մեր տաճարները հեթանոս մեհեններն էին։ Այսինքն որտեղ քուրմերն էին, որտեղ զոհաբերությունները, նույնիսկ մարդկային զոհաբերություններ էին անում։ Այսինքն քուրմերը եւ քահանաները պիտի հասկանանք պաշտոնի տարբերությունը, նա իրական Աստծուց է, սա հեթանոս դիվականությունից, այսինքն Աստծուն մերժողականությունից եւ նաեւ տաճար հասկացողությունը, այն տաճարը, որ Աստված իր ուզած կերպով ասը չինես, իր տված չափսերով ասը չինես, որի մեջ ասեց ես կբնակվեմ եւ ամենը որ կգա Սողոմոնի ժամանակ կգա եւ այդ տաճարում կաղոթի, ես կլսեմ, այդպիսի տաճար պաշտոնական, կար որևէ մի ժողովրդի մոտ, ոչ, առաքյալացման նրանցն է պաշտոնը, նրանցն է, ցույց է տալի այդ մեծ առավելությունները, ինչքան մեծ առավելություն Աստված նրանց համար արել եւ ինչպիսի մեծ առավելությունների ներքո նրանք մերժում են բուն օրհնությունը Քրիստոսի, այսինքն սա ցույց է տալի այդ առավելությունների հանդեպ թե ինչքան շատ է նրանց համար արված։ Նույնիսկ հիշում եք Մարգարեի միջոցով Աստված ասում է, քանի որ բոլոր ազգերից ձեզ ընտրեցի, ձեզանից էլ պահանջել եմ, ձեզ ավելի շատ եմ։
ձեր քթից հանելու եմ, ինչի, որտեղ ձեզ ավելի շատ եմ արել, քան թե մյուսներին չեմ արել, ձեզ եմ արել, դրա համար ձեզանից եմ պահանջելու։ Սա կարևոր է հասկանանք։ Երբ առաքյալը խոսում է պաշտոնը, ի նկատի ունի տաճարը, ղևտացիները տաճարի ծառայողները, մարգարեները, քահանաները, քահանայապետը, բոլորը Իսրայելի հետ կապված են։ Մյուս օրդությունը, որի մասին խոսում է, նրանցն են խոստումները, որովհետեւ մի ազգի Աստված ինչ որ մի բան խոստացավ, ոչ ելնես, որովհետեւ մի ազգի չի խոսում, նույնիսկ մարգարեների խոստումների մեջ մյուս ազգերի վրա դատապարտությունը կտեսնեք։ Միայն Իսրայելի վրա կտեսնեք ողորմությունը եւ շնորհքը, ձեզ պիտի բարձրացնեմ, ձեզ պիտի հավաքեմ, նորից բերեմ ձեր տունը, ձեզ պիտի օրհնեմ։ Տեսնում եք, այսինքն այդ խոստումները որովհետեւ մի ազգի չի տվել։ Միայն հեթանոսների համար կարաք տեսնեք դեռ Իսրայելը չձևավորված նախահայրը Աբրահամին, Աստված ասեց նույնիսկ հեթանոսները այդ սերունդով կորտվեն, Քրիստոսով կորտվեն։ Նույնիսկ այդ խոստումը տված է Աբրահամին։ Մենք այդ խոստումի մասնիկն ենք, բայց մեզ չի տրվել, որովհետեւ մի հեթանոսի չի ասել Աբրահամին, որից պիտի Իսրայելը դուրս գար։ Այսինքն խոստումները նույնիսկ Աստված տվել է միայն Իսրայելին։ Եվ այս մասին Պողոս առաքյալն անդրադառնում, երբ որ ցույց է տալի, որ դուք հեթանոս եք, հիմա դարձաք դեպի Աստված եւ այդտեղ շեշտակի անում։ Տեսեք, վասն որով հիշեցեք, որ դուք մի ժամանակ Եփեսացիս 2:11-ից, վասն որով հիշեք, որ դուք մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլպատություն են կոչված, մարմնի մեջ ձեռքով արված թլպատության կողման է, որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայելի քաղաքականությունից եւ օտարացած խոստմունքի ուխտերից, օտար, այսինքն Աստծո խոստումների հետ հեթանոսները ոչ մի կապ չունեին, օտար էին։ Այսինքն Աստված նրանց համար որևէ մեկ խոստում չէր տվել։ Օտարացած Իսրայելի օտարացած խոստումի ուխտերից հույս չունեիք եւ անաստված էիք աշխարհում։ Հիշեք, որ մի ժամանակ, բայց հիմա Քրիստոսով նա մեր խաղաղություն եղավ, Աստծո հետ հաշտվեցիք եւ մասնակից եղաք այդ խոստումներին։ Էլ օտար չեք, Աստծո ժողովուրդ եք Հիսուս Քրիստոսով։ Տեսեք, իսկ իրական ժողովուրդը, որ այդ խոստումներն ուներ, մերժվեց, որտեղ չընդունեց Քրիստոսին որպես հաշտության միակ միջոց։ Բայց առաքյալը մենք նորից եմ ասում 10-11-րդ գլխում 9-րդ գլխից սկսած ցույց է տալու, որ դա ժամանակավոր է։ Դա Աստծո ծրագրի ինչ որ բաժին է, որովհետև Իսրայելը պիտի ասում ամբողջ Իսրայելը կփրկվի այդ շրջանում, որը շնորհքի մնացորդ է կոչված։ Ամբողջ Իսրայելը կփրկվի։ Այդ մասին մենք կարդանք ավելի խորը կտեսնենք ինչի նկատի ունի առաքյալը։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նույնիսկ խոստումները այն որպես առավելություն ներկայացնում է եւ ցույց է տալի, որ խոստումներն են նրանց, որովհետև մեկին Աստված խոստումներ չի տվել ուրիշ ազգի։ Եվ մյուս կարևորը, արդեն տեսեք, կարևոր օրդություն է, 7 օրդությունները, ես թվում է տեսեք, որոնց են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտոնը, խոստումները, որոնց են հայրերը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Դավիթը, Մովսեսը, որոնք նախահայրեր են, որոշ առումով ասում են նրանցն են, հեթանոսների մեջ չի եղել մեկը, որ Աստված նրա հետ խոսի, ուխտ անի, ասի քեզանից ազգ կհանեմ, քեզ հետ ուխտ եմ անում, այս ժողովուրդը դուրս կգա քեզանից, նրանցն են հայրերը, սա ամենակարևորն է։ Ուրեմն եւ այսպես, առաքյալն անդրադառնում է 7 ամբողջական օրդությունների, բայց ցավով։ Ասում է ցավ եմ քաշում իսրայելացիների, որոնց են այս ամենը, բայց ի վերջո եւ ամենավերջի օրդությունը կարծես հարվածում է հեղինակությունը եւ նրանցից է Քրիստոսը, եկեք ընթերցենք այդ հատվածը, որոնց են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողման է։ Եթե որպես հայր վերցնենք ամբողջ ազգերի, ամբողջ Աստծո արքայության հայր, որպես թագավոր, հավիտենական հայր, հիշում եք նա տիտղոսը Քրիստոսի, նա կոչվի հավիտենական հայր, հայրերը եւ ասման որոնցից է նաեւ Քրիստոսը մարմնի կողման է, Աբրահամի սերունդից, Իսահակի սերունդից, Հակոբի սերունդից, մարմնի կողման է։ Տեսեք, այս հասկացողությունը մի քիչ ավելի կարեւոր է մենք հասկանանք։ Շատերը խոսում են, որ Հիսուս Քրիստոսը հայ է։ Նույնիսկ սևամորտների մոտ, եթե դուք նայեք, ասեք ընդհանրական եթե որ արձան է սարքում, Հիսուս Քրիստոսի արձանը սևամորտ են սարքում։ Ամեն մի ազգ փորձում է Քրիստոսին ներկայացնել որպեսզի իր ազգությունից։ Բայց առաքյալը շեշտում է, Իսրայելացի է Քրիստոսը մարմնի կողման է։ Աբրահամի սերունդից է։ Մենք Հիսուս Քրիստոսի կերպար ունենալու համար
որպես ուխտավոր, մենք պետք է հասկանանք իսրայելացիները ինչպիսի կերպար ունեին, ինչ հագուստ էին հագնում, ինչ ավանդույթներ ունեն, եւ Քրիստոսին միայն այդ կերպով մենք կարանք հասկանանք։ Նույն կերպով էր վարվում Քրիստոսը, որտեղ օրենքի առաջ ինքը արդար էր։ Հիմա տեսեք, ես չեմ ասում ավանդույթների, արարողակարգի ծեսերի, որոնք արդեն առաջացել էին փարիսեցի եւ դպիրների կողմից, այդ իրական աստոտված օրենքի մեջ ինքը վարվում էր արդարությամբ։ Սրա համար մենք պետք է հասկանանք, որ առաքյալը շեշտում է, որ նույնիսկ մարմնի կողմանը, ֆիզիկական մարմնի կողմանը Իսուս Քրիստոսը իսրայելացի էր։ Սա նույնպես մեծ առավելություն է։ Եվ հիմա առաքյալն ինչ անում, ասում է, այսքան մեծ առավելությունների հետ առաքյալը շեշտում է, որ Իսրայելը մնում է Աստծո անեծքի տակ։ Ինչի՞։ Եվ այստեղ բարձրացնում է Քրիստոսի դերը որպես միակ փրկության միջոց։ Սա ամենակարևորն է, սերներս։ Որևէ մեկ հարանվանություն։ Նույնիսկ եթե Քրիստոսը մարմնի կողմանի հայ լիներ, սիրելի հայեր ջան, ես ինքս հայ եմ եւ հպարտ եմ, ուրախ եմ, որտեղ Աստծո նախասահմանությամբ ես հայ ծնվել։ Աստծո նախասահմանությունը, որ ես երկրում եմ ծնվել։ Աստված ինձ ա տվել այս երկրի ջուրը, հացը, եւ ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ այս երկրի համար։ Եվ իհարկե պիտի պայքարեմ այս երկրի համար, պիտի պաշտպանեմ իմ երկիրը, որտեղ Աստծուց եմ ստացել այն։ Աստծո ժառանգությունն է։ Հիմա, բայց եթե նույնիսկ Քրիստոսը մարմնով հայ լիներ, սիրելի հայր, դա որևէ մի ուրախություն չէր տա ձեզ, այլ ավելի ցավ։ Նույնը Իսրայելի համար ասում, նույնիսկ մարմնի կողմանը իսրայելացի է Քրիստոսը, բայց Իսրայելը մերժեց այդ մարմնի կողմանը իսրայելացու Քրիստոսին։ Առավելություն է ներկայացնում, բայց ասում է ինչ օգուտ է առավելությունը, անեծքի տակ են։ Այսինքն եթե նույնիսկ Քրիստոսը հայ լինի, սիրելիներս, կապ չունի ձեր պապը քահանա է եղել, ձեր պապը փրկված է եղել, Աստված թորնիկներ չունի։ Աստված ունի որդիներ, Հիսուս Քրիստոսով ստացած։ Այսինքն, ձեր ընտանիքում եթե նույնիսկ բոլորը փրկված են, դուք ոչ, այդ ձեր ընտանիքի փրկությունը մյուսների ձեզ երկինք չի տանի։ Դուք պետք է անձամբ Քրիստոսի հետ հարաբերություն ունենաք։ Եվ առաքյալը սա է շեշտում։ Այս մեծ առավելությունն է, այսօր ձեր կյանքում էլ կա առավելություն, եթե ուշադիր նայեք։ Օրինակ, առավելությունից մեկը նա է, որ մեր երկիրը Հայաստանը քրիստոնեական սկզբունքների մեջ է։ Այստեղ քրիստոնեությունը տար երկիր կա, որ քրիստոնեության համար ձեզ կգլխատեն, որ թույլ չեն տա, որ դուք այդտեղ Աստվածաշունչ քարոզեք։ Այս առավելությունը մեզ Աստվածվել է, բայց ինչ օգուտ։ Քրիստոսի հետ հարաբերություն չկա, անձնական։ Այսինքն այս առավելությունից միայն կօգտվի այն, ով Քրիստոսին կընդունի որպես կյանքի Տեր եւ Փրկիչ։ Ընկալում եք։ Այսինքն առաքելական եկեղեցին ձեզ միայն կտա օգուտ այն ժամանակ, երբ որ դուք Քրիստոսի հետ հարաբերություն կունենաք։ Եկեղեցին ձեզ չի փրկի, ուզում եք ամբողջ օր գնացեք չոք, արունլվա մոմ վառեք։ Եթե Քրիստոսը ձեր կյանքի Տերն ու Փրկիչը չի, դուք անեծքի տակ եք, Աստծո բարկության տակ եք։ Եկեղեցին այդ անեծքը չի պահում ձեր վրայից։ Ընկալում եք, սա ամենակարևորն է, որ մենք հասկանանք։ Եվ առաքյալը այս սկզբունքով է խոսում։ Այս մեծ օրհնությունների հետ մեկտեղ նրանք գտնվում են անեծքի տակ։ Եք, որ շատ մեծ մարդկանց որդիներ, նորեկ շատեր գիտեք, տեսեք, օրինակ կա մեծ քարոզիչներ, բայց նրանց որդիների մաս եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ խնդիր կա։ Նրանց որդիներ կան, որոնք նույնիսկ Աստծուն ծաղրում են, բայց շատ մեծ մարդիկ, որոնք Քրիստոսի մեջ են։ Օրինակ դրանցից մեկը, երևի շատեր լսել եք, Ջոն Փայփեր, չէ՞։ Շատեր լսել եք Բիլի Գրեմ։ Գիտեք, նրանց ունեցել են մի շրջան, օրինակ Բիլի Գրեմի որդին եղել է, որ ինքը խնդիրներ ա ունեցել։ Հիմա ինչպես ասի Ջոն Փայփերի որդին բոլորի առաջ ծաղրում է Աստծուն, բայց նրա հորը տեսեք, ինչ նվիրվածություն ունի, ինչ անկեղծություն ունի Քրիստոսի մեջ, փրկություն ունի, բայց որդին այդ հոր փրկությունից չի կարող օգտվել։ Նույնը կարակ Աստվածաշնչում տեսնենք։ Հեսե քահանայի որդիները շնության մեջ էին։ Հիշում եք, Եռաբոլով Զոհի ամենալավ կտորներն էին վերցնում, տաճարում պարկում էին աղջիկների հետ, շնություն էին անում։ Եվ Սամվել մարգարեն մեծացավ նրանց մեջ, Աստված հատուկ նրանց մեջ մեծացեց, որ ցույց տա։ Տեսեք, Հեսեի մարգարեի որդիները, Եղիա մարգարեի ծառան Գեհեզին բոլոտությունով, իր ագահության պատճառով բոլոտությունով կպավ։ Այսինքն այնպես չի, որ Եղիա մարգարեի ծառան է, ուրեմն փրկվեց դրա համար։ Սա կարևոր է հասկանանք, Դավթի որդին Աբիսողոմը բոլոր ժողովրդի առաջ իր հոր հարճերի հետ պարկեց։ Ինչը Դավթի որդին Դավիթը, որ Աստծո սրտի համատ մարդ է, կապ չունի ով է քո հայրը, կապ չունի ովքեր են քո ընտանիքի անդամները փրկված են, դու պիտի անձնական հարաբերություն ունես Քրիստոսի հետ։ Սրա համար է խոսում առաքյալը, այսինքն այդ բոլոր օրհնությունները, առավելությունները 1 միլիգրամ
Փրկության հարցում չեն հանդիսանում առավելություն։ Առավելություն կլինեն այն ժամանակ, երբ որ Քրիստոսին կընդունես։ Այդ առավելությունը իրականում առավելություն կդառնա։ Ուրեմն այս առումով Պողոս առաքյալը ներկայացնում է 1-ից 9-1-5 համարներում Իսրայելի ողբերգական կարգավիճակը եւ Իսրայելի մեծ առավելությունները, եւ այդ մեծ առավելությունները ողբերգական կարգավիճակ են առանց Քրիստոսի։ Մեծ առավելությունները կդառնան մեծ առավելություն միայն Քրիստոսով։ Եվ առաքյալի այդ կառուցած գլխավոր միտքը սա է։ Ամենակարևոր սկզբունքը Քրիստոսի մասին նաև սկզբունքն առաքյալը խոսում, որոնցից են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, որ ամենի վրա Աստված է, օրտյալ Հավիտյանս ամեն, որ ամենի վրա։ Տեսեք, խնդիրը ինչն է։ Հիսուս Քրիստոսին Պողոս առաքյալը ներկայացնում է մարդկության փրկիչ։ Դամար ինքն ասում է, եւ Հիսուս Քրիստոսն է մարմնի կողմանը Իսրայելացի է, բայց բոլորի վրա է ինքը դրված որպես հավիտենական Աստված։ Բոլոր աշխարհը կփրկվի միայն այս անձով, ով իսրայելացի է, բայց բոլորի համար է որպես փրկիչ։ Եվ ինքը այս սկզբունքը ցույց է տալի Իսրայելից է փրկությունը։ Իսկ Հիսուս Քրիստոսը Սամարացի կնոջը ինչ ասեց։ Հրեաներից է փրկությունը։ Սամարացին հետո ասում է ճիշտ ենք պաշտում այստեղ, այնտեղ, ինչպես պաշտենք այս սարի մոտ, այն ծառի մոտ, գանք Երուսաղեմ թե չգանք։ Հիսուսն ասեց հրեաներից է փրկությունը։ Փրկությունը հրեաներից է, ճշմարտությունը հրեաներից է, որտեղ Աստված նրանց հետ այդ ուխտը արել, խոստումներն արել, պաշտոնները նրանց տվել, այսինքն Քրիստոսն է նրանցից, բայց բոլորի վրա օրհնյալ Աստված է։ Տերը ձեզ զորտի փառքի համար ամեն դեպքում ես փորձեցի նաև ցույց տամ, որ որևէ մեկ ծածկոց, որևէ մեկ առավելություն, նույնիսկ եթե ձեր կյանքում կա, այն չի հանդիսանա առավելություն, այն չի բերի ձեզ փրկություն։ Փրկության միակ միջոցը Քրիստոսն է, չնայած այս շատ առավելությունները, որ ձեր կյանքում կա, կմնաք Աստծո բարկության տակ առանց Քրիստոսի։ Տերը տա մեզ իմաստություն, շնորհք, բերի մեր սրտերը դեպի Քրիստոս եւ ընդունենք, որպիսի փառավորվի Աստված եւ փրկություն ունենա Քրիստոսի մեջ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։